Ջերմ բարևներ բոլորի սիրելիներս, ձեզ հետ կրկին Հասմիկն է Հնդկաստանից, արդեն գիտեք, որ մենք վերադարձել ենք Սինգապուրից, հիշում եք երևի, որ գնացել ենք Մադամ Տյուսոյի թանգարան, Մոմե արձանների թանգարան, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, Մադամ Տյուսոյի մասին բոլորս ենք լսել, բայց մեզանից շատերը չգիտեն այդ կնոջ պատմությունը եւ թե ինչպիսի ճանապարհ է անցել, ինչպես է մտահղացում առաջացել բացել Մոմե արձանների թանգարան ու ընդհանրապես ինչպես է գաղափարը ծագել կերտել Մոմե արձաններ ու հենց հայտնի մարդկանց արձաններ։ Ինձ նման շատերը գիտեն, որ մի քանի երկրներում գործում է Մադամ Տյուսոյի անվան թանգարանը եւ այնտեղ կարող ենք այցելել, տեսնել շատ հայտնի բազմաժանր մարդկանց Մոմե արձանները, շատերը լուսանկարվում են, իհարկե ինչպես չլուսանկարվել, եթե տեսնում Լեոնարդո Դիկապրիոյի արձանը այնտեղ կամ մնացած այլ սիրելի եւ հայտնի արտիստների, բնականաբար առանց նկարելու չես անցնում կողքով, բայց շատ այդպես խորությամբ ես պատմությունը չգիտեի, հենց թանգարանում ուսումնասիրեցի, որովհետև հենց այնտեղ Մադամ Տյուսոյի արձաններ էր, Մոմե արձաններ էր դրված ու կողքին բնականաբար տեղեկություններ գրված, մի փոքր կարդացի, ճիշտ է երեխայի հետ, Արեգի հետևից էի վազվզում անընդհատ, այդպես շատ չկարողացա ամբողջը յուրացնել ինֆորմացիան, բայց ինչ որ չափով ոնց որ արդեն գաղափար կազմեցի ու ավելի հետաքրքրությունը մեծացավ իմ մեջ, որպեսզի ավելի շատ ուսումնասիրեմ ու մանրամասն իմանամ այս կնոջ պատմության մասին, ու ինչն էր ամենազարմանալին ու հետաքրքիրը, որ ինձ այդպես շատ հետաքրքրեց, որ իր Մոմե արձանի հետ մեկտեղ կար գլխատված մարդու գլուխ իր ձեռքերի մեջ արյունով, ու ես երբ դա տեսա, միանգամից մտածեցի, որ սա խորհրդանշական է ու սրա ետևում պատմություն կա ու ես անպայման պիտի իմանամ դրա մասին։ Բնականաբար հենց այդ վայրից վլոգում չկարողացա ձեզ պատմել այն տեղեկությունը, ինչը որ կարդացել էի, որովհետև նախ երաժշտություն էր հնչում ամբողջ ընթացքում եւ չէի կարող այդպես հիթային երաժշտության ներքո ես խոսել եւ վլոգ նկարել, գիտեք, արդեն դա YouTube-յան կանոններին դեմ է, ինչպես նաեւ անընդհատ երեխայի ետևից էի վազվզում ու մտքերս այդպես հավաքագրել հնարավոր չէր լինի, բայց հիմա ուզում եմ պատմել ձեզ այս հետաքրքիր պատմությունը, իսկ դուք կոմենտներում գրեք արդյոք գիտեիք ու ինչքան բան գիտեիք Մադամ Տյուսոյի թանգարանի մասին, եղել եք արդյոք այս թանգարանում որևէ այլ երկրում եւ ինչպիսի տպավորություններ եք ունեցել, ու մինչ ես ձեզ պատմությունը կպատմեմ, դուք բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակը, եթե հետաքրքիր է հաճելի է ձեզ ինձ հետ եւ իհարկե որևէ մեկնաբանություն թողեք։ Եվ այսպես Մադամ Տյուսոյի իրական անունը Մարի Գրոշեցե, ով ծնվել էր 1761 թվականին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, շատ սովորական հասարակ ընտանիքում։ Այս աղջիկը թեև արտաքնապես շատ սովորական աղջիկ էր, բայց շատ մեծ եւ անսովոր տաղանդով էր օժտված, դա արդեն հետագայում բացահայտվեց, պարզվեց, ու ինչպես դա տեղի ունեցավ։ Նա բնականաբար չէր էլ պատկերացնի, թե կյանքն իրեն ուր կտանի, որտեղ կհասցնի եւ թե իր անունը մի օր ինչպիսի հայտնիություն ձեռք կբերի ամբողջ աշխարհում։ Մարիի մայրն աշխատում էր Ֆիլիպ անունով մի բժշկի տանը, ով բժիշկ լինելուց բացի նաեւ մեծ վարպետություն ուներ մոմից մարդկային դեմքեր կերտելու գործում եւ ժամանակի ընթացքում նա բացահայտեց այդ տաղանդը նաեւ Մարիի մեջ, արագ հասկացավ նրա ունակությունները եւ սկսեց նրան նույնպես սովորեցնել մոդելավորման այս նուրբ արվեստը։ Եվ այսպես դեռ պատանեկության տարիներից Մարին արդեն կերտում էր հայտնի մարդկանց Մոմե դիմակներ Փարիզում։ Նրա աշխատանքներն այնքան տպավորիչ էին եւ այնքան մեծ հիացմունքի ու հավանության էին արժանացել, որ անգամ Լյուդովիկոս 16-րդի քրոջը մոդելավորում եւ նկարչություն սովորեցնելու նպատակով նրան հրավիրեցին Վերսալի պալատ այնտեղ աշխատելու։ Ֆրանսիական հեղափոխությունը իհարկե շատ բան փոխեց Մարիի կյանքում, ամբողջովին կյանքը փոխեց կարելի է ասել։ Նրան պարտադրում էին ստեղծել, կերտել մահադիմակներ ազնվականների, հայտնի հրապարակախոսների, գրողների, պալատականների, ում նա հանդիպել էր պալատում եւ իհարկե այս ամենը իրեն հեշտ չէր տրվում եւ այստեղից է գալիս հենց այդ արձանի պատմությունը խորհրդանշական, որ ես տեսել եմ Մադամ Տյուսոյի թանգարանում, որ հենց իր ձեռքում գլխատված գլուխ էր պատկերված արյան մեջ եւ իր ստեղծած այդ դիմակները հետագայում դարձան պատմական վկայություններ։ Հիմա ձեզ պատմեմ, թե ինչպես Մարին եւ իր աշխատանքները համաշխարհային ճանաչում ստացան։ Ուրեմն 1802 թվականին, երբ բժիշկը մահացավ, իր ողջ Մոմե ժառանգությունը մնաց Մարիի
Մարիին ու նա իր երկու որդիների հետ միասին սկսեց ճամփորդել եւ ցուցադրություններ կազմակերպել։ Նա առաջինը ուղևորվեց Անգլիա եւ այնտեղ իր աշխատանքները ցուցադրվում էին տարբեր հայտնի մարդկանց, ազնվականներին, հեղափոխականներին, գիտնականներին, մի խոսքով ականավոր գրողների եւ այլն, ու այստեղից ոնց որ բացվեց իր ճանապարհը դեպի համաշխարհային ասպարեզ եւ համաշխարհային ճանաչում։ Ցուցահանդեսի այցելուները ապշած էին, որովհետև նման կենդանի իրական զգացողություններ առաջացնող արձաններ երբեք չէին տեսել նախկինում, եւ այսպես բազմաթիվ շրջագայություններից, ցուցահանդեսներից հետո Մարին որոշեց իր առաջին թանգարանը բացել Լոնդոնի Baker Street-ում, եւ այստեղից էլ հիմքը դրվեց այս թանգարանի բացումը, այն ունեցավ մասնաճյուղեր, բնականաբար տարբեր երկրներում նմանօրինակ թանգարաններ բացեցին հենց իր անունով։ Այս թանգարանն ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեց, ավելի ընդլայնվեց, մասնավորապես նրա մահից հետո։ Այսպես էլ Մարի Գրոշեցը նույն ինքը Մադամ Տյուսոն ստեղծեց մի վայր, որտեղ հանրությունը կարող էր առերես հանդիպել պատմության ու ներկայի մեծություններին մոմե արձանների միջոցով։ Այստեղ նշեմ, որ Մարին իր հայտնի ազգանունը Տյուսոն ստացել է ամուսնուց, Տյուսոն ամուսնու ազգանունն է։ Այսօր Մադամ Տյուսոն դարձել է աշխարհի ամենահայտնի թանգարանային բրենդներից մեկը։ Այն գործում է ավելի քան 25 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Չինաստանը, Սինգապուրը եւ այլ երկրներ։ Ամեն քաղաքում այն ունի իր առանձնահատկությունները, բայց հիմքը նույնն է՝ մարդկանց կենդանի տեսքով ներկայացնել նրանց, ում ամբողջ աշխարհը գիտի, ճանաչում է։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր էր, թե ինչպես մտածեցին թանգարանում ներառել նաև շոու բիզնեսյան աստղերին։ Սկզբում, երբ թանգարանը նորաբաց էր, ավելի շատ կենտրոնացած էր թագավորների, թագուհիների, հեղափոխականների, ազնվականների, ինչպես նշեցի, եւ այդ ժամանակաշրջանի հայտնի դեմքերի վրա, որոնք իհարկե շոու բիզնեսի մաս չէին կազմում, այն ժամանակ շոու բիզնեսը էլ գոյություն չուներ, կարծում եմ, ու մարդկանց այդ ժամանակ դա էր հետաքրքիր ավելի շատ, դրա համար այդ կերպարներին տեսնելու համար էին մարդիկ հերթ կանգնում, դրա համար նման կերպարներ էին կերտվում, բայց հետագայում արդեն հիմնականում 20-րդ դարի սկզբներից, երբ կինեմատոգրաֆիան ավելի զարգացավ, մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել արվեստով, կինոյի ասպարեզում հայտնի դեմքերով, մոդելային, սպորտի ասպարեզում, երաժշտության եւ այլն եւ այլն։ Եվ այսպես շոու բիզնեսն ամբողջ ուշադրությունը գրավեց մարդկանց։ Եվ բնականաբար այդ ժամանակաշրջանում այդ հետաքրքրությունը տեսնելով սկսեցին թանգարանում ավելացնել նաև 1-2 շատ հայտնի արտիստների ֆիգուրներ եւ իհարկե ընթացքում տեսան, նկատեցին, որ նրանք ովքեր այցելում են թանգարան ավելի շատ նկարվում են այս ֆիգուրների հետ, որպեսզի իրենց ավելի մոտ զգան այդ արտիստներին, քանի որ դե իհարկե մոմե արձանները շատ իրական են պատկերված, կերտված։ Եվ այսպես մտահղացումն առաջացավ, որպեսզի ավելի շատ ընդգրկեն շոու բիզնեսյան աստղերին, կինոինդուստրիայից, երաժշտության ասպարեզից, մոդելների, սպորտսմենների եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե այդ ժամանակ Տյուսոյի թիմը հասկացավ, որ եթե այս թանգարանի նպատակը ի սկզբանե եղել է մարդկանց մոտեցնել մեծություններին, ապա պետք է ցուցադրենք նաև ժամանակի կուռքերին, այսպես ասած, Մերլին Մոնրոյից մինչև Մադոննա, Մայքլ Ջեքսոն, հոլիվուդյան ու հոլիվուդյան առաջատար անուններին։ Արդյունքում թանգարանը վերածվեց ոչ միայն պատմական, այլ նաև ժամանակակից փոփ մշակույթի կենդանի պատկերասրահի, որտեղ մարդիկ կարող են կանգնել իրենց սիրելի դերասանի, երգչի, սպորտսմենի կամ մոդելի իրեն շատ նման իրական զգացողություններ առաջացնող մոմե արձանի կողքին։ Իսկ Մադամ Տյուսոյի մոմե արձանների ստեղծման գործընթացը Արեկը վրոց ջղայնանում է։ Գալիս ջղային նայում հետա գնում։ Էսա կվերջացնեմ կգամ։ Արեք։ Կարևորը չի գալիս խանգարում, շտատիվը վերցնում, շարժում, որովհետև իհարկե այդպես էլ է պատահում։ Ու շատ ժամանակ հենց այդպես է պատահում, ես ստիպված պիտի կադրերը կտրտեմ։ Խոսքով, մոմե արձանների ստեղծումն էլ մի այլ պատմություն ունի, թե այդ գործընթացը նկատի ունեմ, այդ ընթացքը թե ինչպես են ստեղծում, ինչպիսի մանրակրկիտ աշխատանք է տարվում, որպեսզի այդքան ճշգրիտ կերպով արձաններին ստանան։ Իհարկե ոչ բոլոր մոդելներն են շատ ճշգրիտ լինում, բայց մեծամասամբ շատ նման են ստեղծում մոդելները։ Օրինակ ընդամենը 1-2 արձան ես չնմանեցրեցի այդքան իրենց
օրիգինալին, իսկ մնացածը ապշեցնող նմանություն ունեին, շատ մեծ աշխատանք է տարվում բնականաբար։ Եթե տվյալ հայտնի մարդը կենդանի է, ողջ է, անպայման նրան անձամբ հանդիպում են, շատ միլիմետրերի չէ քաղցրես, չշարժես։ Միլիմետրերի ճշգրտությամբ չափագրումներ են անում, բոլոր չափերը վերցնում են, որպեսզի ոչ մի միլիմետր այս կողմ են կողմ չլինի, ու հետո արդեն ստեղծում են այդ կերպարի կավե տեսակը, պատկերը։ Երբ կավե քանդակը պատրաստ է լինում, նրա գլխից ու ձեռքերից ձևանմուշ են վերցնում ու այդ ձևանմուշի մեջ լցնում են տաք մոմը։ Սա արելուց հետո ստացվում է մարդու մերկ, գունատ մոմե մաշկը, որը հետո արվեստագետները սկսում են ոնց որ կենդանացնել, էլի շերտարշետ ներկել, ավելացնել մաշկի երանգները, խալերը եւ նույնիսկ երակների թեթև կապտավուն գույնը, որպեսզի իսկապես շատ իրական թվա։ Ազերի համար աշխատանքը ամենաերկարատևներից է, հատ առ հատ, այսպես փշով ծակում են, կամ չգիտեմ ինչ գործիք է դա, դրանով ծակում են, ու երբեմն մեկ արձանի համար ավելի քան 100,000 մազ է անհրաժեշտ լինում, որպեսզի այդ ամբողջական բնական տեսքը ստանան։ Հետո տեղադրում են նաև աչքեր, թարթիչներ, ատամներ, որոնք հատուկ պատվերով են պատրաստում, որպեսզի հնարավորինս իրական տեսք ունենան։ Վերջում արձանին հագցնում են իր հատուկ ոճով ստեղծված հագուստը, երբեմն հենց այն հագուստը, որը մոդելը իրական կյանքում կրում է, որպեսզի այդ իրական զգացողությունն էլ ավելի շատ փոխանցվի։ Բազմաթիվ շտկումներ են կատարում եւ այդ ամենից հետո միայն, երբ արձանն ամբողջությամբ բոլոր իր դետալներով պատրաստ է լինում, այդ ժամանակ միայն արդեն ներկայացնում են ցուցադրության թանգարանում։ Դե սիրելիներս, հուսով եմ հետաքրքիր էր ձեզ համար այս պատմությունը, ձեր կարծիքներով անպայման կիսվեք կոմենտներում, ինչն ավելի շատ ձեզ զարմացրեց, ինչ գիտեիք այս մասին, այս պատմության մասին եւ ինչ նոր բան սովորեցիք այս տեսանյութից։ Այս թեմայից դուրս ուզում եմ ձեր հարցերից մեկին պատասխանել, որը ամենաշատն էր հնչել նախորդ վլոգի կոմենտներում, երբ ես ներկայացրել էի տուգանքների մասին, թե Սինգապուրում որ արարքների համար որքան են տուգանում մարդկանց եւ այլն, ու շատերը զարմացել էիք հենց մաստակի ծամոն ծամելու համար տուգանվելու մասին, զարմանք եք հայտնել։ Ինչու չեն թույլատրում ծամոն ծամել եւ դրա համար էլ փաստորեն կարելի է տուգանք սահմանել։ Հիմա ձեզ ասեմ, թե ինչու մաստակ ծամելն արգելվեց Սինգապուրում։ Կարծում եմ շատ պարզ է պատճառը, թե ինչու են արգելել ծամոն ծամել, որովհետև մարդիկ ծամոն ծամելուց հետո ամենուր կպցնում էին այդ ծամոնը, ավտոբուսի նստատեղերին, չգիտեմ, մետրոյի, գնացքի դռների արանքում, տարբեր տեղեր, ու կառավարությունը հասկացավ, որ սա ոչ մի օգուտ չի բերում իրենց երկրին, ավելի շատ վնասում է։ Մետրոյի աշխատանքներն են խափանվում, տգեղանում է, կեղտոտվում է, հիգիենիկ չէ, այդպես, ու մարդկանց հատ չեն կարող կառավարել, ուղղակի ասելով, որ չծամեք ծամոն, որ չկպցնեք այստեղ այնտեղ, դրա համար ծամոն բերելու, երկիր բերելը արգելվեց, դրա օգտագործումը արգելվեց, ամենասկզբում դա ավելի խիստ էր դրված, հետագայում քիչ թույլատրեցին միայն այն մարդկանց ծամոն օգտագործել, որոնք ունեին բժշկի նշանակում, օրինակ ատամների հետ խնդիր եւ այլն, ու բժշկական մաստակ երևի գոյություն ունի, ես չգիտեմ, ու հատուկ պատճառներից ելնելով, պետք է մարդը մաստակ ծամի առողջական տեսանկյունից, միայն այդ մարդկանց է թույլատրվում, ովքեր չգիտեմ, եթե գուցե ոստիկանը մոտենում հարցնում է ծամոն, եթե ծամում ես, ցույց տուր քո բժշկի նշանակումը, ու մարդը անպայման պիտի գրպանում ունենա, հանի ցույց տա, որ այս է բժշկի նշանակում, ու այս պատճառից ելնելով եմ ես ծամոն ծամում, ու այդպես չտուգանվի։ Մնացած դեպքերում տուգանում են անպայման։ Դա էլ այս հարցի պատասխանը, սիրելիներս, ոմանք նաև զարմացել էին, որ տուգանք է սահմանված նրանց, ովքեր մերկ քայլում են իրենց տանը, եթե պատուհանները օրինակ բաց են ու այլ մարդիկ նույնպես կարող են տեսնել։ Այո, դրա համար էլ է տուգանք սահմանված, այնպես որ Սինգապուրում շատ օրենքներ կան, շատ խիստ է օրենքը գործում ու շատ արգելքներ կան մարդկանց վրա դրված։ Իհարկե շատ լավ է, որպեսզի ամեն առումով ոնց որ օրենքի սահմաններում լինի, երկրում հանցագործությունները քիչ լինեն, աղտոտվածությունը քիչ լինի, մարդիկ իրենց զսպեն տարբեր հարցերով եւ չգիտեմ, հարգեն դիմացին եւ այլն, բայց երբ շատ օրենքներ են այդպես դրված ու բոլորը տուգանքներ են ենթադրում իրենցից, արգելված այսպես, ոնց որ երևի երկար ժամանակ այնտեղ ապրելով մարդը մի քիչ այդպես բանտարկված իրեն կզգա, չգիտեմ, կապան
կոպանքների մեջ կզգա, շատ ազատությունն էլ մի բան չէ, այդպես բարձի թողի վիճակը, բայց շատ կոպանքների մեջ ապրելն էլ հեշտ չէ, կարծում եմ, որ ամեն քայլափոխի, ամեն հարցում մտածես, որ կարելի է անել, թե չի կարելի։ Բնականաբար այնտեղ ապրող մարդիկ միայն կկարողանան լավ ու վատ կողմերը նշել, թե ինչքան հարմարավետ է իրենց կյանքը այնտեղ, ինչ խնդիրների են բախվում եւ այլն եւ այլն։ Ցանկացած երկրում կողքից զբոսաշրջիկի աչքերով նայելով չես կարող ամեն բան ամբողջական պատկերը հասկանալ, թե ինչքան հարմարավետ է քեզ համար լինելու, պետք է այդտեղ ապրես, որպեսզի կենցաղ անցկացնես, չգիտեմ, տարբեր առումներով շփվես, տեղական տարբեր կազմակերպությունների գործեր իրականացնես, որպեսզի հասկանաս բարդությունները եւ հեշտ կողմերը, իհարկե, առավելություններն ու թերությունները։ Մի խոսքով, սիրելիներս, այսօրվա համար այսքանն էի պատրաստել, եթե հետաքրքրեց անպայման դրեք այդ լայքի նշանը, բաժանորդագրվեք ալիքին եւ այնտեղ մի նոր ֆունկցիա կա, նոր չէ, այսինքն վաղուց կա, ես վլոգներից մեկում նշեցի, բայց կարծես թե ձեզանից շատերը չգիտեն ինչպես օգտագործել, հարցեր եք որովհետեւ ուղղել, թեպետ ես շատ մանրակրկիտ այդպես վիդեոյով էլ էի ցույց տվել, այնտեղ կոմենտների վերևում կա շնորհակալություն thanks կոճակը։ Եթե որևէ մեկը ցանկություն ունի իր փոքրիկ լումանները դնել այս վլոգի առաջխաղացման մեջ, կարող է այդտեղ սեղմել ու այնտեղ գումարի որոշ չափ է ցույց տալիս, ցանկացած չափի գումար կարող եք փոխանցել ալիքի առաջխաղացման համար։ Դե այսօրվա համար այսքանը, շուտով կրկին կհանդիպենք։